մեր Արցախի կողմից եմ եկել եւ ուզում եմ պայքարել մեր իրավունքների համար։ Մեզ տեղ ունենք, որ Արցախում չկա, այստեղ պիտի տեղ լինի բոլոր հայերի համար, մեր արցախցիների։ Դա անարդար է, որ մեր իսուները կտրում են, մեզ թողում, չգիտեմ, բերենք պալատկա, փակենք այստեղ նստենք իշերցերակ, որ հավատան։ Այդպիսի բան չի լինում։ Աստված մեծ է, երևի Աստված մեզի կհասցնի։ Ինչ որ մեկով, եթե տուն չեն տալիս լավ փոխհատուցում տա, մարդիկ իրան վիճակն է։ Օրինակի հետ է ես մեր ընտանիքում 3 հոգի ենք, բոլոր չափահավոր։ Ես ինչ անեմ, կասես 3 միլիոնով ինչ անեմ։ Կասեք, ինչ անեմ 3 միլիոնով։ Ես ի վիճակի չեմ տուն վերցնեմ, ում գնամ, Ռուսաստան չեմ ուզում։ Գոնե տանեն Արցախ, Երանի են օրը որ բլագադայում ենք, ես հետ եմ ասում, թող մեզ տանեն Արցախ, ես հետ եմ խնդրում։ Պարոն Փաշինյանի շատ եմ խնդրում, մեղք ենք, գոնե մի բան անեն։ Մեղք ենք, կոտորում են մեզ, սաղ թաղում են, մահացել են, այսի վիճակ չի, գիշերցիրեք գլուխը տնես բարձին, մտածես, որ 50-ը կտրում են, մենք մնում ենք չոլերում ու դրզերում, ինչ անեն, կասես, այդ հարցին պիտի պատասխան տան, ջղայնանում անգամ որ շաքար ունեմ, ես ի վիճակի չեմ աշխատելու, թոշակ չեմ ստանում, հիմա ինձ բացատրեցին, մենք ոնց պետք է սնվենք, մենք ոնց պիտի ապրենք, գոնե լատանը վարձտան մարդիկ իր վիճակի լինեն տարիների ընթացքում, իրանց հարց լուծեն, իրանց տները ստեղծեն, այդ էլ չկա, այդ էլ չեն տալիս, մենք ինչ անենք, ոնց անենք, հիմա այդ հարցի պատասխանը պիտի տան, չէ։ Այսինքն ձեզ ասում են 3 միլիոն փոխհատուցումով։ Էդի չի ստացում, ցավը տանեմ, ես 40 տարեկան, ի վիճակի չեմ, պետությունը ինձ չի վերցնում, որ ես վարկ վերցնեմ, դնեմ, վրեմ վերցնեմ, 2 աղջիկ ունեմ, ամուսնացրել եմ, հիմա մի տղա է, ես 9 միլիոնով ինչ անեմ, պապաս է, ես եւ տղաս, կբացատրես, որտեղ գն, չէ, չեմ ստանա, ես Հայաստանցի քաղաքացի չեմ վերցել, ես միջև կյանքիս վերջը, մարդ որ մահանում է աստուծականչում եւ ես Ղարաբաղ կկանչում կմահանում, ես իմ տունս իմ տեղս եմ ուզում, с меня хватит ուրուցի նազած չլինի, թող մեզ մի բան անեն, թող ուղարկեն եթե չեն կարում, մարդիկ մեղք են, մեզանից բետարել կա, ինանք չեմ մտածում, որ մարդ կա, ի վիճակի չէ, եսի վիճակ չի, եսի վիճակ չի, ասում եմ, Աբովյան աշխատանք չկա 2000-3000 են տալիս, գալիս ասում Հայաստան 8000 դրամ են տալիս, բայց ինչ վիճակում ես ասում տուն, կասեք, կոտոր հատված, ջարդված, 250,000-ից պակաս տուն չկա Աբովյան, 250,000-ից, Ստեփանակերտ հենց Կալցևոյից, հենց Կալցևոյից 8 տարի աշխատել եմ մանկապարտեզում, Կալցևոյի, կոլեկտիվում, բոլորը Մանկապարտեզում հնարավոր չի աշխատանքի տեղ։ Չեմ վերցնում, ես խոհարար եմ աշխատել, ասում եմ պիտի սերտիֆիկատ լինի, չեմ վերցնում։ Վաճառաբանություն ինչ սերտիֆիկատ։ Չէ, պիտի կրթվես հետո, հետո քաղաքացիությունը։ Այո։ Աբովյանի մանկապարտեզները։ Աբովյան չլինի գյուղարանքը դիմել եմ գրածա, ոչ մի տեղից բան չկա, ուղարկում են ռեստորաններ, բան։ Այո։ Անվճար վերապատրաստման դասընթացների չեն ուղարկում հետո տեղը։ Չէ, 40 տարեկանում ով կուղարկե։ Ասում են կզանգեն, բայց այդպես էլ չեն զանգում։ Դաժե հավաքարար ու տեղ չեն վերցնում կրթված մարդին։ Հիմա բացատրին, մենք 40 տարեկան եմ, ես գոյությունս կպահեմ, բայց մարդ կա, այդ էլ չկարողանի։ Ոնց անենք, ինչ անենք։ Լավ, պարոն Փաշինյան, մեղքը եք լի, մեղքը եք։ Այս վիճակ չի։ Հենց բակերից չենք եկել, տուն է եղել, տեղ է եղել, գոնե մին օթաղի փոխհատուցում տուր մարդիկ ապրեն, էդ ենք ուզում, եթե Ղարաբաղը չկա լավ փոխհատուցում տո, եթե Ղարաբաղ հնարավորություն կա, ես առաջինն եմ, որ լինելու այնտեղ լինեմ, դե ասում եմ Երանի բլագադայի վաղտը, խնդրում է, պահանջում ենք, Սարգսյան Հասմիկ, Չէ, ձեր պահանջը հիմնական։ Հիման իմ պահանջը հիմնական 50-ն չկտրեն, մեղք են, ուղղակի էդ, միջև տուն տալը, թա լինի գյուղում, թա որտեղ լինի չգիտեմ, թող տուն տան, ցավը տանեմ, մի օթաղ է եկել, մի օթաղ տան, երկուսն է եկել, երկուս տան, երեքը տան, ոչ իմ բան չեն ստացել, ասում է անչափահաս երեխաներին է, հասկանում եմ, ես բան չունեմ ասելու, մենք մեղավոր ենք, որ մեր երեխեքով մեծացել են, ինչը առաջը կանգնեցնում մեզ,
Ինչի առաջ։ Ուղղակի պարոն Փաշինյանից ես խնդրում եմ, մեզ այս հարցի լուծումը տա։ Մեղք ենք։ Կոնկրետ որ հարցի լուծումը բնակարանների թե Բնակարանների, միջը բնակարան տալը 50-ների հարցը լուծի։ Մեղք ենք։ Մեղք ենք, մարդիկ ի վիճակի չեն տալի։ Ես մենակ չեմ, ի վիճակի չեմ տալի։ Այդքան մի բան։